Տեր հայր, այսօր ձեր ուսանողների հետ այցելել եք Ծիծեռնակաբերդ խնկարկելու և հիշելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Ինչ խորհուրդ ունի ձեզ համար այսօրը 111 տարի անց։ Ինչ դասեր քաղեցինք մենք պատմությունից։ Դժվար է ասել բոլորի անունից, ամենայն դեպս ազգի այն հատվածը, այն սերուցքը, այն մասը, որ գիտակցում է Աստծո պարգևը, Աստծո շնորհը մեր ազգին տրված եւ աշխատում է այդ պարգևը ոչ միայն չկորցնել, այլ նաեւ աճեցնել, իր համար անշուշտ մեծ կորուստ է, մեծ ցավ է, մեծ վիշտ է եւ նաեւ մտածելու ուրիշ նյութ ինչու եղավ այս ամեն ինչը լսել եւ ինչու մենք այդքանով հանդերձ դեռևս կարելի ասել խելքի չենք եկել, խելքի գալը, այսինքն ի վերջո հասկանալը, անդրադառնալը, թե ինչ է կատարվել եւ ինչ պատճառով է կատարվել, ինչու ենք մենք այս վիճակում, լուրջ խնդիր է։ Սա անշուշտ եւ ամեն անձի եւ ամեն ընտանիքի խնդիր է եւ նաեւ ամբողջ ազգի խնդիրն է։ Այսօր ցավոք նկատվում է այդ մտածումների նվազում, նահանջ։ Ցավոք ոչ միայն ընտանիքները չեն տալիս այդ դաստիարակությունը, որ հիմնական օջախներն են հենց մարդկանց այդ այլ նաև մտածները, այլ նաև քանի հասարակությունը, տարբեր կրթօջախներ, որոնք կարող են, որոնք ես կարծում եմ պիտի կոչված լինեն նաև այդ ամեն ինչը մարդկանց մեջ եւ արծարծելու եւ սովորեցնելու եւ նաեւ դրանից դասեր քաղելու։ Այս օրերին նաեւ Արցախում տեսնում ենք, որ սպիտակ ցեղասպանություն է տեղի ունենում, եկեղեցիներ են քանդվում։ Ձեզ համար այս որդեգրած քաղաքականությունը, հա, Ադրբեջանի սպասելի էր թե ոչ, եւ եթե սպասելի էր, ապա ինչպես կարելի էր այն կանխել։ Սպասելի էր, դա ես կարծում եմ բոլորիս համար է սպասելի, որտեղ իրենցից այլ բան հնարավոր չէ, որ մենք ակնկալենք, այսինքն որ պիտի մեր մշակութային այդ ժառանգությունը պահպանեն, խնամեն եւ այլն անվնաս պահեն, չէ, դա իհարկե իրենցից չէ, այսօրվա իրենց մակարդակը, այսօրվա իրենց եւ քարոզը եւ դաստիարակությունը իրենց ապանդասերներին տալիս, որ թշնամանքը չի նվազում իրենց մեջ, ատելությունը չի նվազում եւ չեմ ուզում պարզապես իրենց անունը տալ, իրենց ազգի այսպես դիտակը բնորոշիչ ասել, բայց ցավոք սրտի իրենք իրենց տեսքը, իրենք իրենց ներսը, բնությունը չեն իրենք նույն բնությամբ, թե 100 տարի առաջ, թե 200 տարի առաջ եւ թե նաեւ իրենց երևի բնության սկզբում, ցավոք սրտի Ինչ խոսք է, ույս կա, ուսը ինչ-որ մի պահ Աստծուց խրատված իրենք կփոխվեն, բայց Աստծուց խրատված։ Դրա համար էլ մենք պետք է աղոթքով միշտ ընտրենք, որ Տերը ոչ միայն մեզ խելք իմաստություն տա եւ ճիշտ հիշելու եւ ճիշտ դասեր քաղելու շնորհ տա, այլ նաեւ մեր թշնամիներին էլ։ Ի վերջո իրենք էլ մարդ են, ստեղծված Աստծո պատկերով, պարզապես ցավոք սրտի շատ աղճատված արդեն։ Աստծով ամեն ինչ հնարավոր է։ Աստծով ամեն ինչ հնարավոր է։ Ես հավատում եմ, որ կարող է այո այդպիսի բան լինել, բայց մենք էլ պետք է դրա մեջ մեր նպաստը ունենանք, մեր աղոթական ճիշտ կյանքով, հենց մեր ապաշխարական վիճակով, հենց մեր ազգային ինքնագիտակցությունը այդպես ամուր ու բարձր պահելու մեր հաղթական ընթացքով։ Եթե սա չլինի, եթե մենք ինքներս չողվենք, մեր թշնամությունը ինչ ուզենք։ Մենք հիմա ցավոք սրտի ստեսնական այսպես տկարացած վիճակում ենք ոգևոր առումով, չէ նաև վարոյական առումով եւ այդ ամեն ինչը մեր ընտրությունն է։ Մեր ընտրությունը ամեն առումով։ Ինչ ենք ուզում այս կյանքից, ինչ ենք պատկերացնում մեր ապագան, որն է մեր կյանքի իմաստը, նպատակը։ Եկեղեցին, քրիստոնեությունը տալիս է դրանց պատասխան։ Հաստատապես այսօր մարդիկ ավելի հետաքրքրված են ուրիշ հարցերով։ Ստամոքսի հարցով, փողի հարցով, հարստության հարցով, իրենց հարմարավետության եւ այլն
զուտ գոյություն պահպանել եւ ոնց է իրենց հաճույքները, իրենց ցանկությունները բավարարել։ Շատ հաճախ հարևանի իրենց անձնական հարևանի վիճակն է ես չի հաշվում, մնաց ազգի վիճակը։